Հայրենիք է ծախը, հայրենիք։ Նիկոլին ենք ընտրելու մենք։ Կարող աշխատանքից ազատ եմ։ Երկիրը քանդվավ։ Այս լպրծունին դուրս կշպրտենք մեր կյանքում։ Канаде страдаем за Армению, страдаем. Ում եք աջակցելու որ քաղաքական ուժին։ Ռոբերտ Քոչարյանին։ Չեմ կարող ասեմ աղջիկ ջան, երկու կողմին էլ չեմ համակրում, անկեղծ ասեմ։ Չեմ հավատում ոչ ոքի։ Ոչ մեկը արժանինքներ չունեն, որ ընտրես։ Նման մարդ կա, որ քո երկիրը կարգի կբերի, աշխատանք ուժ կլինի, ժողովուրդը կապրեն առաջվա նման, հա? Երբ որ Ֆրանսիանը կաջակցեք Նիկոլ Փաշինյանին։ Չէ, Փաշինյանը ով է, որ Փաշինյան ես ընտրեմ կամ աջակցեմ, նա եկավ երկիրը քանդեց, հետո Փաշինյան պիտի էթամ ընտրեմ կամ Փաշինյան պիտի, այնի ով է, այն թախտաբիթին, եկավ ամբողջ հայության ազգը ծծեց, պիտի էթամ մի հատ էլ իրան աջակցեմ, ինքը ով է։ Եթե դա ընդդիմություն է համարվում, ես չգիտեմ, չեմ կողմնորոշվի։ Տեսնեմ ժողովրդի մեծամասնությունը իմ կողմնակիցներից ում են համաձայն, նրան էլ պետք է ընտրեմ։ Հայաստանի համար մտածող ամենաարժանի տեխնացուին։ Մեր իշխանությանը եւ շատ լավ գործերի համար, ամեն ձևով։ Չեմ աջակցելու ոչ մեկի։ Ես չեմ կարող ասել։ Ընդդիմություն։ Իհարկե նախկիներին ոչ, դեսնորեն էլ կողմնորոշվեք։ Բայց հիմնականում դուք չգիտեմ, մարզեր գնում եք, գնացել եք, տեսել եք ինչքան գործեր արված։ Ուստի դրանից ելնելով պետք է ընտրենք։ Ընդդիմությանը միանշանակ։ Սամվել Կարապետյան եւ Թաթոյան գիտեմ, ինձ թվում է այական տարբերություն չկա իրենցից որ մեկն է լինի։ Իմ կարծիքով դա մի քիչ անձնական հարց է, այս պահին չեմ մեկնաբանի։ Ոչ նախկին թալանչներին, ոչ էլ ներկա դավաճաներին։ Ներկա ուժին, բայց մենք գործենա դրանք խոսան, այ դրանք ընդրեմ են, մեկը մեկից չի ուզում ասել, օրինակ, կարող է ես ասեմ Փաշինյանին, այս մարդը Սամվել Կարապետյանին, ու իրար հետ մենք կռվում ենք բլոտից հետո, հենիկ ասում են, դու խի ես իրնի, հետի գաղթիկ է, Փաշինյանին, ընդդիմություն, Իհարկե, ընկեր Փաշինյանին, ուրիշ ոչի Փաշինյանին, Դուք ում եք աջակցելու։ Ես Կարեն Կարապետյանին։ Սամվել Կարապետյանին։ Կարապետյանին։ Ինչ հույսեր եք կապում դրան։ Դե հիմա տնակ էսի փոխվի էս իշքան է։ Էսի 8 տարի նույնը արեց, հիմա էլ սրա այդ տնակ ինչ է։ Էս էլ փորձենք ինչ անել։ Գուրգեն Սիմոնյանին, ոտև ինքը խելոք տղա և մտածված է, խոսում։ Արդեն դիմության, ով ուզում ալնի։ Բարգավաճ Հայաստան Ծառուկյանին, ուրիշ ասելու բան չունեմ, Փաշինյանն եմ ընտրելու։ Ներկա ղեկավարությանը անպայման։ Ու շատ գոհ ենք մենք իրենցից։ Նոր ուժեր են պետք։ Իհարկե Փաշինյանին։ Ես Փաշինյանին գիտակցելով, հարգելով նրա արածները, ես պետք է որ գնահատեմ նրա արածները, չեմ կարող անտարբերացնել։ Ասֆալտները, լրիվ ասֆալտապատելա, ամեն ինչ առողջության մասին, ամեն ինչի համար, ես չեմ կարող բան լինել, որ չգնահատեմ իրեն արածը։ Ոչ մեկ ինչ որ։ ՔՊ-ին։ Նիկոլյանուն միտու, չեմ էլ ուզում լսեմ։ Ինչու։ Ասում է թոշակները բարձրացրել եմ։ Ինչ թոշակ, ինչ, հայրենիք է ծախը, հայրենիք։ Ինչ թոշակ, ես դրան վաբշեմ չեմ էլ ուզում իմանամ, էդ ինչ են էդ խլամներ։ Եվ ով են դրանք, Սամվել Կարապետյանն եմ ընտրում, կամ Քոչարյանին կամ իրան, երկուսից մեկը, իրան ոչ։ Իշխանություն իհարկե։ Նիկոլ Փաշինյանին։ Սամվելին, Ինչ հույսեր եք կապում Կարապետյանի հետ։ լավն է, Ոչ մեկին։ չենք որոշել դեռ։ Մենակ սրանք չլնեն։ Չգիտեմ ճիշտ ասած։ Մտածում ենք։ Ես դեռ չեմ որոշել։ Իսկ դուք։ Ճիշտ ասած չգիտեմ։ Սամվել Կարապետյան։ Ինչու։ Որտեղ որց տղա է, ամեն ինչ տեսած, ամեն ինչ ունի, սոված չի մնացածի նման։ Որը բանն է թող Աստված Բայց կատարի։ ժողովուրդը, ժողովրդի մասին։ Ժողովրդի մասի վաղուց ենք մտածել։ Հիսուսին, ոչ մեկ ստե ոչի բան չի անել։ Բայց նոր ուժեր էլ կան։ Ստից լավ է։ Մեր անձնական բանն է, եթե ասեմ էլ ինչ։ Ով որ լինի ուրախ կլինենք, միայն այս երկիրը լավ լինի, խաղաղ լինի։ Որ քաղաքական ուժը, որ այսօր գործում է։ Կարող աշխատանքից ազատ են, գործ չունեք,
Հաստատ եմ ասում։ Մեկի ականջն ընկավ կասի ընդդիմություն է սեսայն է։ Փաշինյան իհարկե։ Սամվել Կարապետյան։ Գերեվավերջ։ Ոչ մի ղեկավար այսքան ժամանակ չի խոսել, որ Ղարաբաղը հետ ենք բերելու, իսկ լավ է լինելու ժողովրդին ոչ թե հույս է տալի, ինքը գործով իր ապացուցելու է, որ ինքը կանի։ Ես 10 ձեռքով, եթե ինձ թույլ տան 20 հոգու տեղ պարոն Քոչարյանին կընտրեմ։ Ուրա մարդ կա, սա կոռուպցիան է իշխում երկիրը։ Գործող իշխանությանը աջակցելու եք։ Չէ, իհարկե, էնի Քոչարի կուսակցությունն է մի քիչ խելք գլխին մարդ։ Ուրիշ մարդ չկա, ես չեմ տերում Քոչարի կուսակցությունը հալալ է այդ տղուն, որտեվ խոսում է հոգի կա մեջը։ Իսկ մնացածի մեջ չգիտեմ ովքեր են սրանք։ Թալանելուց բացի ուրիշ բան չգիտեն, ազգան։ Մեղք են այս մեր ժողովուրդը։ Կամ Կարապետյանին, կամ էլ Դոգին։ Ոչ մեկին։ Դեռ չեմ որոշել, կորոշեմ։ Իսկ ընդդիմություն թե կկայացնեմ։ Դա էլ դեռ կորոշեմ, որոշումս կկայացնեմ։ Ճիշտ ասած ոչ մեկի դեռ չեմ բան արել։ Ոչ մեկին։ Սամվել Կարապետյան։ Հələ թող բանը գա, այս թազա տղեն գա, տենակ էդ ինչ կար անեն։ ով է թազա տղեն։ Սամվելը։ Ավիրված երկիրը ինչ կարան անեն, հույս չկա։ Հերու եմ տես բաներից։ Այդ գախն է կա։ Ղեկավար չկա, նախ որ Հայաստանը ղեկավար։ ԿՊ-ականներին եմ աջակցելու Նիկոլին ու միշտ։ Նիկոլին ենք ընտրելու մենք։ Այն քաղաքական ուժին, ով որ մեր համար ոչ թե բլոգեր է եւ ցույց է տալիս իր ոչ adekvat պահվածքը, ոչ իրավական նորմերով այսպես հաստատված օրենքներով սահմանված այդ ամեն ինչը համենայն դեպս ինչքան էլ վատ ու իրոք չենք մոռացել ամեն դեպքում նախկիններին, բայց չենք ունեցել այնպիսի դավաճանություն, որը ունեցանք այս այսօրվա իշխանությանը ընտրել ու վստահ լինել, որ ավելի լավ է լինելու, դա հնարավոր չի, որովհետև այսօրվա իշխանությունը կորցրեց այն, ծախեց, դավաճանեց այն, ինչը երբեք չենք կարողանա հետ բերել։ Ամեն դեպքում ես հույս ունեմ, որ բոլոր ընդդիմությունը կմիավորվի ու այս լպրծունին դուրս կշպրտենք մեր կյանքում։ Միակ ընդդիմությունը դա Վարդան Ղուկասյանն է, որ հիմա նստած է, չկա ընդդիմություն։ Ու ես ընտրելու եմ Վարդան Ղուկասյանին։ Չեմ որոշել, չէ։ Ես պոլիտիկայից այնքան հեռու եմ, չեմ էլ ուզում դրանց լսեմ, այնքան են խափում, սուտ խոսում, դրա համար ավելի լավ է, սպասենք տենանք, որ մի նոր խելացի մարդ нести. Канаде страдаем за Армению, страдаем. Только не Пашиняна. Вот это я вам скажу. Его мы прям клянем за Армению. Скорее, Никола. Ներեք չեմ մասնակցում քաղաքական թեմաներին, շնորհակալ։ ԿՊ-ի։ Մենք էլ չգիտենք թե ում ընտրենք։ Արի։ Բայց երևի Նիկոլին։ Հələ սպասում եմ, որտեղ ընդդիմությունը միանշանակ չէ։ Իշխանությունն էլ տենանք էլի ով է դեմը դուրս գալու։ Հələ իշխանությունն էլ ահագին թերություններ ունի, որին չի գոհացնում։